Ծննդը շնորհավոր։ Շնորհակալ եմ։ Հայաստանի ժամով, այո, իսկապես ծնունդը։ Հայաստանի տոմարով ճիշտ ես ասում։ Ես էլ իմ ծնունդը տենց եմ նշում ստեղ։ Այստեղ լինելով։ Այո։ Այստեղ ասեմ որտեղ Լոս Անջելեսում։ Լոս Անջելեսում եւ խնդրեմ։ Նիվա Մակնիշի մեքենա։ Այո, ես էլ իմ Նիվան է։ Բերել եմ Հայաստանից, այնտեղ մոտ 12 տարի վարել եմ այս մեքենան։ Այս նույն մեքենան։ Նույն մեքենային, նույն համարներով։ Ես քո համար նվեր եմ պատրաստել մեր Պրեգոմեշի զարդերից, վարդը վարդերով։ Շնորհակալ եմ, անչափ։ Խնդրեմ, շնորհավոր։ Կկրես ու միշտ ինչ կհիշես։ Այո, անպայման։ Դե պատմիր, ինչու բերեցիր այս Նիվան հասցրեցիր Միացյալ Նահանգներ։ Ուրիշ ավտո չկա այստեղ վարելու։ Մագջան ունեմ, մեքենաներ ունեմ, ստեղ վարում եմ, ուղղակի ես Նիվա շատ եմ սիրում։ Ոնց ասեմ, միշտ ուզեցել եմ ունենամ ու եթե ես մի բան ուզում եմ, հասնում եմ դրան։ Գնեցի ես մեքենան իմ հալալ քրդինքով, իմ աշխատանքով։ Ինչ աշխատանքով կոնկրետ։ Ես ոսկերիչ եմ, մոտ 15 տարի։ Եվ այս աշխատանքը ձեր։ Այո, ես աշխատում եմ Պրեգոմեշի հետ։ Որոշեցի գալուց առաջ չվաճառեմ։ Ում ասում էի բերելու եմ ոչ մեկ չէր հավատում, դե կեթասնդե լավ ավտոներ կա էսեն։ Իսկ շփում կա Նիվա վարորդների հետ։ Էդգարը մեր Նիվայի վարորդներից է, ինքն էլ սիրահար է, սև ունի, սպիտակ ունի, կարճ ասած նիվիստ է, հա, ասենց ասեմ։ Այս մեքենային զուգահեռ նաև այլ Մակնիշի մեքենա ունես։ Ունեմ, Մագջան, քշում եմ, Կիա ունեմ, էդ եմ քշում ամեն օրվա, էսի ամեն օր չեմ վարում։ Շաբաթը 3-ից 4 օր պարտադիր քշում եմ, հոբի է։ Նույն համարները Կալիֆոռնիայով հետևը ունեմ, նույն թվերով, նույն տարերով։ Ռեգիստրացիա ունի, ինշուրանս ունի, ամեն ինչ օրենքի մեջ է։ Մաքսազերծում կար։ Մաքսազերծված է։ Մի խոսքով ինչ մաքսազերծումը։ Չնչին գումար էր, որովհետև ընդ մենք քիչ էին գրել գումարը։ Հայավարի։ Հա, հայավարի։ Մի խոսքով ամեն ինչ ունի մեքենան, ինչ պետքա վարելու համար Կալիֆոռնիայում։ Ես եմ զարմանում, երբ վարում ես այս։ Շատ ասենք կողքից հայացքները, ես է սիրում եմ, որ ուշադրություն գրավի մեքենան, ավտո սիրող եմ ես ինքս։ Միշտ վարում եմ Բևերլի Հիլս, Սանտա Մոնիկա, Մալիբու, ման գալիս եմ կիրակի օրերը, շաբաթ օրերը։ Մեծ բավականություն է ինձ պատճառում։ Բացենք կապոտը։ Բացենք։ Արշակ ջան, այստեղ փոփոխություններ արված կան։ Չէ, հիմնականում գործարանային դետալներով, բայց ամբողջը վերանորոգված, նորացված, մեքենա 2005 թիվ է։ Լավ, եթե որևէ խնդիր է առաջանում, տեխնիկական լուծումները ինչպես է։ Հիմնականում ինքս եմ վերանորոգում, ընթացային մասերը կարում եմ, բայց չեմ սիրում։ Կան։ Որտեղից եք հայթայթում ընթացային մասերը։ Հայաստանից։ Փոխանցման տուփը փչացել էր, Հայաստանից բերել եմ թափ-թազա, փոխել եմ։ Մոտավորապես $2000 փող է արժեցել։ Գործով, փոխելով, Նիվան արտադրվել է 1977 թվականին։ Ապրիլ օրը չեմ հիշում, ապրիլ ամսին, ասենց ասեմ։ Ինքը 2017 թվին թողարկում հանեց 1977 հատ, ոնց որ հոբելյանական։ Ու ուներ այս լոգոները։ Ես միշտ ուզեցել եմ ունեմ, ճիշտ է, մեքենան ինքը անիվերսերի չի, բայց լոգոները օրիգինալ մեքենայի վրից հանած, իր թվերով, իր տարերով։ Կա նաև շիթոկի վրա ներսում։ Անվահեծերը դե հայկական 20 ձմերուկներ։ Նիվիստները գիտեն ինչ եմ ասում։ Բարձրացրած է մեքենան։ Այո, ինքը լիֆտ արած է, ինչքան տեղ ունի, ու սենց ասեմ։ Անվահեծերի դույմը 20 դույմ, այն ոնց որ ոսկե միջինն է, ամենալավ տարբերակը։ Այս սրահում շատ գործ եմ արել։ Եթե նկատեցիք, մեքենան միշտ ոնց մաքուր տեսնում ես, սենց է կա, միշտ կեղտոտ չի լինում այս մեքենան։ Անձրև օրերին չի շահագործվում, սենց ասեմ։ Կարճ ասած աշկի լուսի պես նայում։ Կարելի ասել ամբողջը փոխված է։ Պրիբորը փոխված է, ամենալավ, ամենահզոր պրիբորն է վրան։ Կարած ամբողջը, ռուլը կարած, միացրած այս մուլցին։ Այս ամենը արվել է Հայաստանում։ Հա, ու իմ ժամանակ, ես կարելի ասել մեքենան սենց թողը եկել եմ։ Ուղղակի մի հատ թարմացրել ենք, ինչը որ մաշված է եղել։ Ունենք աստղային երկինք վերևը։ Էսի հենց իմ ձեռքով եմ արել, ես սիրում եմ, ինքս է կարում եմ ամեն ինչ անեմ։ Այս լուսերը, գույները փոխվում է, այս պայն կապուտ եմ դրել, ամբողջությամբ լուսավորությունը կա,
ոտերի տակով, դռներով, հետևով։ Chrysler-ի ժամացույց է, բայց որոշել եմ ձևափոխեմ այդ դեմը։ Տեսնենք, հələ մտածում եմ։ Էսի Mercedes-ի է, հետևը նստարանները Mercedes-ի է։ Լավ աուդիո համակարգ ունեմ։ Այդ ձեռի տակի դնելու 212 կուզով Mercedes-ինն է։ Ռուլը նույն մոդելի Mercedes-ինն է։ Մի խոսքով սա պեդալները փոխած է, որ ես հիմա ինչ հիշում եմ, ասում եմ։ Արևիկները փոխած է։ Բագաժնիկում մեծ սաբվուֆեր ունենք։ Այս խաչը իդեպ ես որ նոր մեքենան գնացի Գեղարդ, մենք ուխտ ենք արել, ամեն տարի միշտ ծաղկազարդին լինում ենք Գեղարդում։ Ոնց որ զուգադիպ ես գնացի Գեղարդ, այս խաչը ոնց որ միշտ էս ավտոյի հետ է, միշտ իմ հետ է։ Մի փոքր ուժ է։ Այլ բան չի էլ սպասում։ Եվս Հայաստանում է արվել։ Ամբողջը Հայաստանում։ Ես կողմը կլուշներ ունեմ, Մարգան։ Սիրում եմ, ասենք պայտակ, որ պետք է լինում ինչ-որ գործ անել։ Եղել է հարկ փոխել ինչ-որ մի բան։ Ախի չէ, ճամփին ռեմենա կդրվե, կանգնել եմ, փոկարում եմ, ասենք, դինամոներ փչացես, վերջերս հանեցինք Chevrolet-ի պելեձելկա դրեցինք։ Շատ լավ եմ բանում, չեմ տանջում երբեք։ Նախ ոչ մեկ չի վարում այս մեքենան, բացի ինձնից։ Հալալ ախպերս է, դաժե կարողա, չգիտեմ, բացառություններ անեն, բայց 1000-ից 1։ Արշակ ջան, իսկ ոստիկանները կանգնեցրել են երբևէ այս։ Հա, կանգնեցրել են Գլենդելում հենց կոնկրետ, ես Գլենդել չեմ բնակվում, Շերմանոքսում եմ ապրում։ Կանգնացրեցին, ճիշտն ասած, հələ ժամանակավոր թղթից համարներն էր իրա վրա, դեմն չկար, հայկական համարներ։ Մոտոյով կանգնացրեց, ինքը պլյոնկայի ակտ տվեց ինձ։ Հա, բայց ի տարբերություն Հայաստանի ընդամենը $25 է վճարում ես։ Տեղում չեն փոկում իրեն։ Թե դու փոկում ես, հետո տանում 6 ամիսը ժամանակ ունես, 6 ամիս կարաս քշես մեքենան։ Իդեպ մի պատմություն պատմեմ, մեր մոտ Շերմանոքսում Venus Ventura խաշմերուկ կա, ինքը գլխավոր փողոց է։ Մի քիչ արագ էի վարում, եկավ դե ես էլ վախեցած նստած եմ մեջ։ Եկավ սենց արել, շուշեն իջացրեցի։ Նայես դե հայի դեմք ընդհանրապես չուներ, սպասում ինչ պիտի ապեր մի քիչ կամաց քշես հենց ասիկաներես ներողություն, բայց այդքան արագ չէ, ուղղակի զուտ երևի մեքենանը հետաքրքրեց։ Չարձանագրեց։ Չէ, ոչ մի բան, ընդամենը պատուհանը իջացրեց, բարևեցինք, ախպեր մի քիչ կամաց քշի։ Ես գիտեմ, որ այստեղ նաև ցուցահանդեսներ են տեղի ունենում։ Մի անգամ բախտ վիճակվել է, ես ներկա եղել եմ մի քանի տարի առաջ, հիմնականում Նիվաներ են։ Կար 06 մակնիշի մեքենա, 07 մակնիշի մեքենա։ Ու ոնց հասկացա, այստեղ հաճախ են նման ցուցահանդեսներ կազմակերպում։ Հա, լինում է, շատ է լինում։ Ես տարբեր ավտոշոուների հետում եմ։ Պատկերացա Մարգա ջան, ամեն ինչ թողում են, գալիս են հետաքրքրում է, էլի, ես ինչա, բանավանդ օտար ազգերին։ Ինձ միշտ հետաքրքրել է, կօգնես ինձ հասկանամ այդ յուրահատուկ վերաբերմունքը Նիվա մակնիշի հանդեպ։ Ինչի հետ է կապված։ Միգուցե դու փորձես։ Սենց ասեմ, դա բարերով բացատրելի չի։ Պիտի ունենաս, որ հասկանաս։ Բայց ես վարել եմ 15 տարեկանում, ես Նիվա եմ վարել, մուգ կանաչ գույնի, մենք Կրասնոդարի մարզում էինք ապրում։ Ժամանակի ընթացքում մենք գնում ենք ել ավելի կոմֆորտ մեքենաների, հարմարավետ մեքենաների, փոխանցման տուփը ավտոմատ ենք նախընտրում։ Նիվա մակնիշի սիրահարներին դա չի վերաբերվում։ Ну սենց ասեմ, ինքը էմոցիա է քեզ տալի, չգիտեմ, այդ մագը միած ինքը նախ ակուստիկան նիվի մեջ լրիվ ուրիշ ձև ես դու իրան լսում։ Հետո կողքից հայացքները, ավտոյի հանդեպ ասենք ուրիշ է, էլի, ասենք հա, ուշադրությունը լրիվ տարբեր է մյուս ավտոների։ Մի բան եմ նկատել, թեև դա վերաբերում է նաև BMW մակնիշի սիրահարներին եւ վարորդներին, բայց այնուամենայնիվ Նիվա մակնիշի մեքենաների վարորդները շատ հաճախ են խախտում անում։ Ճիշտ ես նկատել։ Երթևեկության մեջ նաև դրանով են փորձում ուշադրություն գրավել։ Ճիշտ ես նկատել։ Ոնց որ այս մեքենան սիրի ինքը, որ հա ուզում է ճարպիկ իրան քշես։ Հանգիստ այս մեքենան։ Մեքենան է մեղավոր փաստորեն, վարորդը մեղ չունի։ Ինքը սիրում է իրան, հա, լավ քշես, էլի, ասենք, ու հմտություն է պետք, ասենք, որ չի քշե նստի, վրաս քշողը հասկանա, որ ինքը քշել չգիտի։ Արտահայտություն կա նաև, որ Նիվան շուտ է շուռ գալիս։ Ես շատ հաճախ ասում եի շուռ տվողից է։ Ճիշտ ես, մեքենայից չի այդքան, թեև հա, պարզա, բազան կարճ է։ Հասկացա, բայց ստաբիլիզատոր կատակը ես օրինակ ունեմ։ Չնայած այդպես խնդիր չեմ ունեցել։
Հայաստանում քշելուց է, ստեղ էլ քշելուց է, խնդիր չեմ ունեցել, նու չի ասի, որ տես բան կոնկրետ կա։ Վարորդից է կախված։ Մեկ էլ կասես ինձ, օրինակ նիվա վարորդները, երբ գալիս են հետևից, ինչու այդ տարածությունը չեն պահում եւ անդադս գազ են տալիս, ինչ են ուզում։ Կարող դու լեզուն հասկանաս։ Վստահ են իրանց վրա, որ ցանկացած վաղ կարան կանգնացնեն։ Դե այդքան էլ արխային մի եկեք, որովհետեւ կարելի է կտրուկ արգելակել։ Հա, էդ էլ կա։ Եվ հա, չեք հասցնի։ Բայց ամեն դեպքում փորձում Ես եմ ճիշտն ասած տես չեմ վարում, փորձում եմ ինչքան հնարավոր է հանգիստ։ Ես սիրում եմ բարձր երաժշտություն, որը ունեմ մեքենայում։ Հանգիստ, ես իմ ավելի ապահով, ավելի վայելում ես, ոնց ասում եմ, enjoy ես անում, էլի այստեղ։ Այստեղ ունենք եւս երկու նիվաներ՝ սև եւ սպիտակ։ Սև եւ սպիտակ։ Իդեպ, այս սպիտակ նիվան կինոյի մեջ էլ է նկարահանվել, իմ ընկերոջ Էդգարի մեքենան է։ Երկուսն էլ Էդգարի մեքենաներն են։ Երկուսն էլ 07-ն է տաքսի։ Էդգարն էլ ավտոսիրող է։ Մենք հիմա Էդգարից կպարզենք, լավ, ինչ ա մտածել, որ այս մեքենան բերել է Միացյալ Նահանգներ։ Էդգարը իմ լավ ընկերն է։ Իդեպ Մագաջան, պատճառելի Նիվան է, որ մենք ծանոթացել ենք, բավականին մեծ ընկերներ կան, որ ծանոթացել ենք հենց Նիվայի միջոցով։ Մինչև այսօր ընկերություն ենք անում, շփվում ենք։ Էդգարիս հետ ծանոթացել ենք ստեղ, մինչև այսօր ընկերություն ենք անում։ Էդգար ջան, որքան ժամանակ այստեղ եք բնակվում։ 14 տարի։ Մեքենաները երբ եք բերել։ Սպիտակը 22 թվականին, սևը 23։ Նաև VAZ 2107։ Այս մեքենան 2022 թվականին իմ մոտ է եղել, վաճառել եմ, հետո հետո։ Սա սկսել է 20 թվականից, 19-20։ Առաջինը ստեղ եմ առել, դրանից հետո 06, 07, տենց առեց ախել, մինչև արդեն ես Հայաստանից բերեցի։ Այս երկու հատը, բայց այս մեկը ստեղ եմ առել։ Ո՞վ էր տերը նախքին։ Էլի հայտղա էր ինքն էր բերել էր 1 ամիս հետո առել եմ իրանից։ Տարեթիվը։ 2010։ Մեքենան ամբողջովին օրիգինալ է։ Հա, փոքր բաներ կա, որ փոխարինված է, ռուլը հիդրավլիկ է, շունկայի արած, տենց մանր բաներ, բայց տենց օբշի հաշվին օրիգինալ է։ Ինչու տաքսի։ Ուժը վախմենց այդ եմ հիշում, որ Հայաստանում 07 տաքսի տենց մնացել է։ Հենց այսպես էլ գնել եք։ Չէ, սինգերսան նրվեր առը։ Մագնիսով։ Մինչև 120 կիլոմետրը պահում է։ Երբ հետընթացով գալիս եք, մինչ այդ ասացիք, որ չգերացնի։ Այստեղ եղանակային պայմանները կարծես այդքան էլ բարենպաստ չեն նման մեքենաների համար։ Հա, բայց ֆենը փոխելով, բանով այս մեքենան ասում իմ մոտ է եղել, ծախել եմ, հետո հետ եմ առել, հիմա պետքա ֆենը փոխեմ, նոր եմ հետ առել։ Բայց AC կամ այն երկու հատը տենց խնդիր չունեմ вообще։ Միանգամից ուշադրություն դարձրեցի պետ համարանիշներին։ Այս համարները իրականում գոյություն չունեն։ Ես եմ հորինել որպես Հայաստանի Հանրապետություն, հենց այս տառերով չկա, հայերեն տառերով։ Իսկ այսպես կարող եք վարել։ Ակտա, բայց ակտը մեծ չի։ Իսկ որքան է կազմում արձանագրությունը այս խախտման $25։ Հաճախ են կանգնացնում։ Մենակ Գլենդելում։ Գլենդելից դուրս вообще։ Այս հաճախ եմ լսում նման արտահայտություն, որ Գլենդել չեն իջնում, որովհետև մքեցված ապակիներ են, մի պետ համարանիշ է տեղադրված եւ այլն եւ այլն։ Այսինքն ոստիկանությունը ավելի խիստ է։ Գլենդելում հա։ Այդտեղ որ կայնացնում են, ասում են լավ ավտո ու չեն բանանում, էլի ոչ ակտ ոչ իման։ Դուք արագընթաց ճանապարհ ֆրիվեյ դուրս գալիս եք այս մեքենայով։ Այս համ սպիտակով էլ, համ սևով էլ, համստրինգ եմ գնացել հետ եկել, այս սպիտակով գնացել աղբորս իջրել հետ եմ եկել, առանց կայնել, դա մոտավորապես անում է 4.5 ժամ, առանց խնդիր, սրանով էլ եմ գնացել։ Այս մեկի վրա տեղադրված է պնևմո, պուլտով ինքը բարձրանում իջնում է։ Սխմած պայեք։ Սա միայն դիմացն է։ Այո։ Սևը համարյա սաղ օրիգինալ է 2022 թվականի ավտո է, սալոնը ձևափոխված, ֆարերը Mercedes-ի, Լուսարձակները զգացի փոխված են։ հայլիները, ընդհանուր առմամբ դասից այդքան բան։ Այստեղ եք կատարել աշխատանքները, թե։ Չէ, դրանք Հայաստանում, բայց ավտոն կերամիկա է արվել ու սալոնն է ստեղ փոխվել։ Այս մեքենայով երրորդ օրի, երկրորդ օրն էր, որ մտել էր Ամերիկա, Գլենդել հենց մտա կայնացրեցին, ոչ մի տիպի թուղթ չունեի, տենց մի ձև կարողացա ունենց անեմ, որ թողեն։ Թե չէ, որ տանային, հնարավոր է որ ավտոն հետ չտային։ Դուք վաղուց եք եկել Հայաստանից եւ
կարծես թե չպիտի հասցնեիք Նիվան տենց սիրեիք, հա։ Նորեկացներին պարզա, բա դուք լավ։ Տարին 3 անգամ գնում եմ Հայաստան։ Ոնց է մինիմում, էլի 3 Ինչի անգամ։ հենց Նիվա։ Հիվանդությունը։ Առաջինը առնելուց հետո տենց գնաց։ 9-րդս Նիվան Ամերիկայում։ 9-րդ։ Հա, ստե հին եմ ունեցա առեց, մինչև այս երկու հատ արդեն բերեցի։ Լավ միտք տամ, ձեզ ակում ստեղծեք Նիվաների։ Instagram-ի էջ ունեմ, լադակալի, այդտեղ եմ ոնց որ այդ է եղել, բայց հիմա տեն շատ չեմ օգտագործում։ Հավաքույթներ, ցուցահանդեսներ, Գնում ենք։ նիվիստներով։ Գնում եմ, հա, մենք մերոն դուրս են գալի քշում ենք, այն օրը գլենդել ենք մի 3 նիվայով։ Սարեր ձորեր չեք գնում, օֆրոուդով չեք զբաղվում։ Բայց այս մեքենան ուզում է։ Սրանք չէ։ Կա օֆրոդի համար նախատեսված, ավելի ուրիշ է ընթացային մասերը։ Սրանք ցանկալի չի, ինքը աշխատում է։ Հա, սարերում, ձորերում, բայց կլինի, ցանկալի բայց- չի, էլի։ Շուտ ինքը փչանում է։ Դիմասկուն չի ինքը։ Թեկուզ եւ մի քիչ բարձրացնում ես իրան, սկսում է ճիշտ չաշխատել ու խնդիրներ։ Վիդեոներ ունի 2 հակի, 3 հակի, քանի հակի ուզում քշում։ Էրգանը անում է, ես չեմ սիրում, չեմ էլ արել սա կյանքս, ես խնայում եմ մեքենան, բայց Էրգարը չէ։ Ամեն խնդիրներս դե լուծել եմ մեր դժվարությունն է։ Մասերը Նայում չկա։ պայստամասերի հետ կապված։ Ավելի շատ արեստավորի, Արեստավոր։ որտեղ Կան այստեղ հայ արեստավորներ։ կան, հա, կան, բայց մեծամասնությունը որ գալիս են Հայաստանից մոռանում են։ Նիվան իրանից հեսի մի շպարբան չի ներկայացնում, բայց սրա գրականությունը պետք է իմանաս, էլի կոնկրետ, ասենք, սկսած ռազվալից, վերջասած չգիտեմ, ցանկացած գործանելուց կոպիտ ասած սանթը կիմանաս։ Ես իմ մեքենայի մոտորը քանդե վերանորոգել եմ։ Այն մոտորը քանդե տարել եմ, հա, վերևի մասը տարել եմ հետս Հայաստան ճամադանով, ընդ վերանորոգել են, հետ եմ բերել հավաքել եմ։ Ես հիմա լսում ու ապշում եմ։ Մատորիստ ինքը մեզի միշտ օգնում է։ Զանգում ենք էսա փչացել Էդգարի Նիվան է։ Մեծ գալով կան, իմացողը կիմանա ինչ եմ ասում։ Էդգարը դրեց ճամադանը տարավ Հայաստան։ Ինքն էլ հեռախոսով Չեմ հավատում։ Բլուզ դրան մի սումկա է զապչաստ։ Ինչ պետք է, Էդգարի զապչաստը ուղղակի ստեղեր տարել է։ 50-ն է։ 7 հատ այսպես ящик զապչաստ։ Ինչ պետք է, Էդգարին եմ զանգում։ Լավ, ասացիք, որ ֆիլմում է նկարահանվել այս մեքենան։ Ինչ ֆիլմի մասին է խոսքը։ Սոս Կարապետյանի Լոս խնամախոս ֆիլմը։ Այնտեղ տաքսի շոֆեր կար Բղդոն, եթե ճիշտ եմ հիշում։ Ինքն էլ վարում մեքենան, այդտեղ է նկարահանվել մոտ 1 ամիս։ Դուք ունեք այլ մագնիշի մեքենա։ Սպիտակ BMW-ն։ Այդ մեքենայից հետո երբ նստում եք Նիվայի ղեկին, անհարմարավետություն չեք զգում, դիսկոմֆորտ չեք զգում։ Որ ճիշտ ասում այդ մեքենայի ղեկին համարյա вообще չեմ նստում։ Ես էսա։ Հակառակն եք զգում, չէ՞, ստեղից որ նստում եք ինձ մեքենա։ Մենակ տարբերություններն է, որ այնի ավելի լավն է, որ կանդիցիոներ ունի, բայց մնացած առումով ես Չունեն այս մեքենաները։ ունեն, բայց սառը չի, այդքան ֆիրմա մեքենայի պես սառը չի։ Բայց քշելու առումով ես Նիվայի մեջ նույնիսկ 07-ն չեմ, մենակ Նիվեկի մեջ շատ հանգիստ եմ զգում ինձ։ Կարամ երկար ճանապարհ քշեմ, բայց օրինակ այն ավտոն կամ դուբոյի ուրիշ ավտով չեմ կարող։ Առօրյայում վարում եք, թե միայն այդ հավաքվելու։ Չէ, առնեմ ամեն օր։ Հետո դե Նիվան Շուշեքը բաց պիտի քշես, մագը բարձր է, եթե Շուշեքը փակշես, էդի։ Էլ ինչ Նիվա։ Չէ, այս սպիտակն շատ գերազոր աուդիո համակարգ ունեն։ Արշակ ջան, ձեռքս ճիշտ էի դրել։ Հա, Հա, սենց։ հա։ Ամել սենց։ Հա, կամ էլ սենց։ Ես քնած դրա համար բան եմ ստե տեղադրել, չի լինի, որ ձերոտ է դուրս չանես։ Մի րոպե։ Սենց։ Հա։ Ինձ դժվար է զարմացնել, հա, այն էլ մեքենաներով, բայց ես զարմացած եմ հաճելիորեն։ Հետաքրքիր է ու կարծում եմ հաջորդ անգամ որ գամ, ինձ թվում է կհամալրվի այս հավաքածուն նոր Նիվաներով։ Ես մենակ Նիվաներով Tiffany սալոնով լրիվ ուրիշ մի բան է լինելու։ Tiffany սալոնով Նիվա։ Խնդրեմ ուշադրություն դարձրեք։ Երբ է լինելու։
5 ամսից ստեղ կլինի։ Իր Ինքնից ես կվերադառնամ։ իր մեքենայի հետ մեկ է գալու է սերի Opel Astra-ջի։ Մի րոպե ես խնդրում եմ, ուրեմն բացի Նիվայից այստեղ լինելու է Սերի Opel Astra-ջի։ մոխրագույն Opel Astra G։ Լավ, Նիվան հասկացան։ Բա Opel-ը։ Ես մենակ Նիվա եմ սիրում։ Էդգար ջան, ինչ ես անելու Opel Astra G-ին այստեղ։ Վարելու են։ Էլի ամեն օր մնացածի պես հաջորդն դրանից ստոպ հիմա Priora ունեմ ճանապարհին է գալիս է։ Priora։ Էլի sense ֆուչիկներով դրանից հետո էլ արդեն դեղին գազելն է։ Դա անպայման է։ Հայաստանում չգիտեմ կա թե չէ, բայց ստե կա։ Անկամ շոմպայնն է սովետական։ Happy birthday to you. I said, so let's